Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում է լցված լինել ռուսական աղբով։ Աղբ, որը աղբ չի համարում իշխանությունը, պետությունը, այլ համարում է դեմոկրատիա, թարս հասկացած, սխալ հասկացած, եւ բնական էր, որ դրանից պետք է օգտվեին ռուսները։ Եվ Մարիա Զախարովան, իմանալով, որ Եվրամիությունից օժանդակող խումբ է գալու, որը պետք է օժանդակի Հայաստանի կարողություններին հիբրիդային վտանգների դեմ պայքարելու, վտանգների, որոնք գալիս են Ռուսաստանից, ասում է դե բերեք մի հատ խումբ էլ մենք ուղարկենք, որպեսզի մենք էլ օժանդակենք ձեզ։ Իհարկե Մարիա Զախարովան մեզ ձեռք է առնում, ինչի համար, դե որովհետև տեսնում է այս կիսաքայլերը, բալանսավորված քայլերը կամ քայլերի իմիտացիան այն ամենում, ինչ կապված է Ռուսաստանի հետ։ Իհարկե, քայլերը արվում են, դրանք անհրաժեշտ քայլեր են, որոնք արվել են եւ արվում են, բայց խիստ ոչ բավարար։ Եւ այն, որ ոչ բավարար է, դրա վկայությունն է Տիկին Զախարովայի այս անհատակ լկտիությունը, որով նա ըստեյության առանձնացել է իր ողջ պաշտոնավարման ընթացքում եւ առանձնահատուկ սեր է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայաստանի նկատմամբ, հենց սկսած Նժդեհի պատմություններից։ Եվ ուրեմն, այս ամենը պետք է ռուսների առաջ դուռը փակել քթներին, որպեսզի անլվաքիթները չմցնեն մեր գործերի մեջ, բայց սա պետության անելիքն է, փակել է պետք այդ կղզյակները, որտեղ ուղղակի լցված է ռուսական աղբը, այո պետությունը նաև աղբ հավաքող է, համաձայն ես, միացիր մեզ։